Ես պատմում եմ, որ ընդդիմություն չկա Հայաստանի Հանրապետությունում։ Բայց եթե չկա, ինչի՞ երկու կալանավորում, ինչի՞ եք այսպես քրեական գործեր հարուցում։ Ես մարդ եմ կալանավորում, ես ասեց, որ դա կապված է դիմադիր լինելու հետ։ Ինչ չափորոշիչով եք ասում, պարոն Սիմոնյան, որ ընդդիմություն, ինչ չափորոշիչով եք ասում, որ ընդդիմություն չկա։ Օրինակ ընդդիմությունը կարող ասեն այդ իշխանությունը չկա, բայց չափ փորձի։ Այսօր օրակարգ քաղաքական թելադրում է գործող իշխանությունը։ Իրանք հակադարձողի դերում են, իրանք օրակարգ չեն առաջադրում, իրանք ասելիք չունեն հայ ժողովրդին։ Ես դրա մասին բազմիցս ասել եմ, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ինչ-որ բան ենք առաջարկում, վատ բան ենք առաջարկում, լավ բան ենք առաջարկում, քննադատելի բան ենք առաջարկում։ Ընդդիմությունը ասում է դուք դավաճան հողատու, այս արդեն 5 տարի է, ու ասում է, այլ ինչ ասում, չգիտեմ, նույնիսկ օրինակ չեմ կարողանում։ Ինչ է ասում ընդդիմությունը։ Խնդրում եմ ասեք, որն է օրակարգ, արժանապատիվ խաղաղություն, ասենք այդ կենացներ ինչ-որ բան, թող ինձ հետաքրքիր է, հեսա կարոզաշարը Փաշինյանի հեռացում օրակարգը։ Լավ, արդեն 5 տարի ասում են, հեսա ընտրություններ է գալ, լավա չեն ասում, պահանջում են 2026 թվականին, մի քանի անգամ գնացել է, լավա չեն ասում, պահանջում են 2026 թվականին հունիսի 7-ին ընտրություններ, այո,